Հարգելի դիտողներ, ինչպես արդեն տեղեկացրել էի, շարունակում ենք մեր զրույցը Խաչիկ Մանուկյանի հետ, գրող հրապարակախոս, բարև ձեզ պարոն Մանուկյան, շնորհակալություն հյուրընկալվելու համար։ Այսօր կխոսենք հասարակական թեմաներից, որոնք արդեն դառել են քաղաքական, մի քիչ դժվար է տարանջատել հասարակականը եւ քաղաքականը։ Պարոն Մանուկյան, երևի սկսենք արժե համակարգի մասին խոսակցությունից, որովհետև հիմա շատ քննադատության է ենթարկվում մեր հասարակությունը այն առումով, որ արժե համակարգ հստակ չկա, որն է ճիշտ, որն է սխալ, որն է լավ, որն է վատ, տարական բաներ եմ ասում, բայց իրականում այդ առումով մենք կողմնացույցներ չունենք, չգիտենք հյուսիս, հարավ, արևելք, արևմուտք, մի դեպքում սուտ խոսելը ճիշտ է, մյուս կողմից շուստրություն է, եթե ինչ-որ բան ես փրկում, կաշառք վերցնելը ընտանիք պահել է, չգիտեմ, պետական իշխանություն զավթելը խաղաղություն է։ Իմ մոտ տպավորություն է, որ Օրուելի 1984-ի մեջ ենք ապրում, հա, որտեղ խաղաղությունը պատերազմ է կամ հակառակը, սուտը ճշմարտություն է։ Մենք էլ երկրի հակառակ կողմում ենք հիմա։ Հա, մենք էլ հա երկրի հակառակ կողմում ենք իր բոլոր Ինչու ենք հասել այս ամբողջ մեր անկախության շրջանը, եթե այդպես կարելի է ասել, բարոյազրկման շրջան էր։ Ես երբ անկախությունը եղավ, սպասում էի, որ հիմա հայագիտական կենտրոնները, գիտական ձեռնարկությունները, մշակութային արժեքները վեր են բարձրանալու եւ լրիվ հակառակը կազինոները կայացան, չգիտեմ, այդ խաղատներ, զվարճատներ, լրբանոցներ, մյուս ամեն ինչ կայացավ։ Այսինքն բարոյազրկման համար ամեն ինչ ստեղծվեց։ Եվ մենք այդպես գնացինք եւ այդ ուղղությամբ մինչեւ հիմա էլ գնում ենք։ Եվ այդ բարոյական արժեքները շրջանցելը իհարկե լավ բանի չի բերելու, այդ թվում եւ ծաղրվեց հայրենասիրությունը։ Մարդը եթե սիրում է իր ծննդավայրը, իր երկիրը, իր արժեքներին պատմական փորձում իր արմատներին, այո, նրան ծաղրում ասում են դու ուրեմն այդ պաթոս ես ներկայացնում, դու ուրեմն պիտի լինես աշխարհաքաղաքացի եւ Վաչագանն էլ տղաս, որ պատերազմում հերոսներից էր կամավոր մեկնած ռազմադաշտ, ասում էր ձեզ նրբորեն կհագցնեն աշխարհաքաղաքացու զգեստները եւ կստիպեն, որ մոռանաք ազգային մշակույթները։ Եվ հիմա կատարվում է, հիմա տեսնում եմ, որ այդ ընթացքի մեջ ենք եւ այո, ազգային մշակույթը թող շրջանցվի, մոռանան, իրենց ծնողներին ուրանան եւ կան այդպիսիները, որ համաձայն են, գիտեք, համաձայն են, որտեղ մի մասը չգիտի ով է իր ծնողը։ Եթե ինձ բժիշկներից մեկը ասաց հայերի համար ամենամեծ հայհոյանքը եղել է անբարոյականի զավակ, ասում եմ ինչու է դա ամենամեծը, ասում եմ որովհետև անբարոյականի զավակը չգիտի ով է իր հայրը, եւ դրանով դա, այսինքն եթե կան մարդիկ, որ չգիտեն իրենց հայրը ով է, եւ այս մարդիկ ուրեմն այս երկրում փորձում են դիրք ունենալ, խոսք ասող լինել, իհարկե իրենց համար այս երկիրը որևէ բան չի նշանակի եւ առավել եւս նրանք, ովքեր զավակներ չունեն։ Եվ այսօր միջազգային կառույցներում էլ, չէ, երկրներում էլ տեսնում ենք մարդիկ են ղեկավարում, որոնք շարունակություն չունեն եւ իրենք այս պահական պատեհապաշտ երևույթներ են ի վերջո, ուզեն թե չուզեն, այդպիսին են դառնում եւ երկրի շարունակությունն էլ իրենց չի հուզում։ Եվ հիմա մեզ էլ այդ ուղղությամբ են տանում եւ փորձում են այսպես համոզել, որ կան փայլփլուն բաներ, պսպղուն բաներ, եկեք թող ձեր աչքերին էլ փայլփլեն, պսպղան եւ հրճվան կապրեք։ Բայց պետք է որ մենք իմունիտետ ունենայինք այդ ամեն ինչի նկատմամբ, նման հարձակումներ եղել են, բայց ազգը, պետությունը իր բոլոր ռեսուրսներով, իր մարդկանցով պետք է այդ ամեն ինչի դեմ իմունիտետ ունենալ, բայց բարձրացվեց, որ պարոն Մանուկյան կներեք, մենք չունենք իմունիտետ, այսինքն բաց օրգանիզմը այդ միավի դեպքում է, հա, երևի որ իմունիտետը վերանում է, չի գործում, իմ մոտ եթե այդ համեմատությունը, տհաճ համեմատություն է, բայց այդ տպավորությունն է, օրինակ, մեկ օրինակ էլ բերեմ, Գիտությունների ազգային ակադեմիան չգիտեմ ինչ արեցին, մի հատ այլասերման գործընթաց, ես չլսեցի, որ այդ հանրությունից մի քանի հոգի բարձրանային ասեին, այս ինչ է կանում, չգիտեմ, ասենք իրենց դժգոհության խոսքը հայտնեին, լավ, եթե այդ մակարդակով լռությունախնդիր չկա, իմունիտետ չկա, հասարակ ժողովրդի պարագայում պետք է լինի։
Դե տեսեք, ազգային ակադեմիան է ասում եւ ճիշտ է ասում, բայց մշակութային տաճարների վրա էլ հարցակում եղավ, գրողների տունն էր, ստեղծագործական հանգստյան տունն էր, որևէ մի արձագանք չեղավ։ Եվ անգամ գրողների ամբողջական խումբը հանդես չեկավ։ Ինչ է ստացվում, մերժվում են, այսինքն թմրել են այնպես, որ սկսել են երկրի կործանման հետ հաշտվել կարծես թե, բայց ես դրան չեմ միտված չեմ եւ ընդհանրապես հասկանում եմ, որ կանցնի, սա էլ կանցնի։ Իսկ ինչ վերաբերում է այդ իմունիտետը ունենալու, մենք այո չունեցանք, ինչու չունեցանք, որովհետեւ մենք չգնահատեցինք այն, ինչ մեզ հետ կատարվեց։ Ցեղասպանության շրջանը, որի վերջո հայերին ունե զրկելու նաեւ նպատակ ուներ, ոչ միայն կոտորելու, եւ ես հիշում եմ այդ Անգլիայի լրտեսը Լորենց Արաբացին ինչպես էր ամբարտավան կերպով հայտարարում, որ թուրքերը լավ չկոտորեցին հայերին, սա այն ազգն է, որ կարող է համախմբվել եւ մոլորակին տեր կանգնել։ Այսինքն նրանք մեր դեմքով տեսնում էին, վախ էին զգում, որ մոլորակի տերը կարող են դառնալ։ Եվ ուրեմն ամեն ինչ անում էին, որպեսզի եւ նաեւ շարունակությունը 100 տարին մեկ պիտի կարողանանք այսպես ջնջել հայերին։ Սա հասկանում եք, սա չի ասում թուրքը, որին սովոր ենք տեսնել որպես այդպես կատարող, որպես գործիք սրա նրա ձեռքը, սա ասում է Անգլիայի լրտեսը։ Ըստ որում հայերին բարձր գնահատելով նաև իր խոսքի մեջ մենք տեսնում ենք, որ նա ճանաչել է հայերին եւ կարողացել է հասկանալ, որ սա ինքը ճանաչել է, բայց մենք մեզ չենք ճանաչել։ Մենք այո, բացի որ չենք ճանաչում, չենք գնահատում, վերլուծություն չենք անում, է տեղացից եւ հետեւություն էլ չենք անում։ Եվ այո, այդպես տարերային կերպով գնում ենք եւ ինչպես ուզում են մեզ այդ վարվում են, ով են դրանք։ Եթե մեզ թվում է այս մոլորակի վրա ավելի հզորները կան, այդ հզորին էլ հակազդող ուժ կա։ Դու պիտի գտնես այդ ուժը, ոչ թե գնաս մի անկյունում լաց լինես, երկրի հակառակ կողմում ծնկես, վերես միացած խումբ, եսակոլոլ գոյանքներ, անհավատներ եւ ի վերջո անհայրենիք գոյանքներ, որոնք միայն իրենց լափի համար են մտածում։ Ուզես թե չուզես, չես կարող լավ բան ասել։ Եթե դու հիմա մենք միասին փորձենք, ասենք գտնենք մի բան, որ կատարվեց այս 8 տարիների ընթացքում մեր երկրի համար հանուն ազգի, հանուն պետության հայրենիքի չի եղել ոչ մի բան։ Հակառակը անընդհատ կասենք։ Ախր ասֆալտն էլ չեղավ։ Ես կարող եմ տանել այդ ճանապարհները մայրուղիներից դուրս, ինչպես են ջարդրտվում այդ մեքենաները։ Ես մի մեքենայով ուրեմն գյուղական համայնքից մյուսը գնացի տաքսու վարորդը բոլորի մամաներին հիշում էր հատիկ առ հատիկ։ Ասի լավ համբերի ես կիշնեմ, հետո դու ինչ կասես, արդեն հականշ իրոք հոգնեցի։ Ամեն մի հետ ինչա փոսի հետ, դրանց մայրիկներին էր հիշատակում։ Այդ բայետի ոնց կասեն։ Իսկ ես չեմ տեսել, իսկապես չեմ տեսել այդ մինչ գյուղական համայնքներում նման ավերված վիճակ։ Ինչպես կարելի ասենք այդ մայրուղիների վրա այո աշխատել, մյուսից այդ մյուսները շրջանցել, դա էլ է Հայաստան, դա էլ է եւ կա տարածական զարգացման խնդիր, չէ՞, ոչ կարելի ուրճացնել մի հատվածը, այն համբալոր համբալ տղակա, չէ՞, Երևանը հանձնել են, դրան չի էլ կրել ինչ որ մի չնչին տոկոսներ ունի եւ այդ չնչին տոկոսներով այսօր տիրաբար խոսում են վերջերս էլ արդեն բան ա եղել, այտենց ոստացած ինչեր ասում, քերթեմ, վերթեմ, ինքը այդ լեքսիկոնը չուներ, հիմա փորձել էր, բայց նաև ես ախորշակը ուտելուց է բացվում։ Մի խոսք ուզում եմ հղեմ, Եռաբլուրից ես հաճախ եմ Եռաբլուրում լինում, այստեղ շրջանցող այդ կողքի ճանապարհները ավերված, որ անհարմար է ուղղակի։ Ես գիտեմ, որ իրանց համար ոչ մի բան չի Եռաբլուրը, ընդհակառակը մի էջ է, որը իրենց չի հետարկրում, իրան տեղ փող չկա իրանց, բայց իրանք լավ չեն հասկանում այդ ինչ կա այս երկրում, այդ Եռաբլուրի տղաները պահեցին։ Այս Ադրբեջանը, որ այդ խուսափումը արձակվելուց սրանք փսլնկոտ քաղաքականության արդյունքում չի։ Այդ տղաների հզորությունն է, հաղթականությունն է, այդ ոգին է, որին Ալիևը հասկանում է, որ հաղթել չի կարող։ Պարոն Մանուկյան, դուք խոսեցիք այդ դրանց լեքսիկոնի մասին, եթե դա այդպես է խոսում է ձեր հիշատակած անձնավորությունը, ապա դրա շեֆը ավելի վատ բառապաշար է օգտագործում կզսնելու, ունեզրկելու, բոմբսարկելու եւ այլն, ինչն է հետաքրքիր, որ դրանից հետո գործողությունների են անցնում։ Մի դեպքում, ասենք, քաղբանտարկյալների մեծ թիվ, երևի պատմական կտրվածքով անկախության շրջանում ամենաշատ քաղաքական հետապնդումներն ու քաղբանտարկյալները այս իշխանության օրոք է եղել, հատկապես
վերջին շրջանում ու դա անում են հետո Ծառուկյանի հետ կապված արդեն ունեզրկման այդ գործընթացը եւ այստեղ էլ իմունիտետ չի նկատվում, ասենք մարդկանց ոչ մի բանի համար նույն Անդրանիկ Թևանյան, Արեգ Նազման ոչ մի բանի համար կալանավորել են խիստ ռեժիմով ու ոչ մի բան Ես հիմա ասեմ դրա եթե կողքից նայող լինեի եւ տեղյակ չլինեի այդ ընդհանրություններին, այս արտաքին մակերեսային տպավորություններով պիտի ասեի, որ ընդդիմությունն ու իշխանությունը սերտաճել են, որտեղ իսկապես էլ այդ ոնց է ստացվում, որ Անդրանիկ Թևանյանին կալանավորում են հանիրավի կերպով եւ չեն պահանջում, ազատ արձակեք։ Այս մարդը երկրորդ համար էր հանդես գալիս։ Միակ մարդը, որ այսօր իր խոստումները կատարում է, դա ձեր ասած հենց այդ Նիկոլ Փաշինյանն է։ Ասել է կզսնելու եմ ու կզսնում է։ Ասացին, որ հեղափոխություն կանենք, չտեսակ ձայները գողացված։ Ասացին, որ մյուսը ինչ էր, մի դրամ կտամ հենց մի անգամից նիստը կանեմ, չկա, հələ չենք տեսնում այդ ամեն ինչը, բայց լավ դրանք մի կողմ։ Բայց դուք չհավաքվեք մի հատ ասեք այ այս մարդը անցել էր այդ տոկոսները, 4%-ը հավաքել էր Բարգավաճ Հայաստան կուսակցությունը եւ հայտարարությամբ հանդես գայեք, եթե դուք խլում եք նրանց ձայները, բացահայտ խլեցին։ Ուրեմն մենք չենք մասնակցում, մենք էլ չենք մասնակցել ձեր պարլամենտին։ Գործիքա կազմից կզրկվենք, էլի։ Թող զրկվեն, ինչի՞ ձև, հիմա այսինքն նկարած զրկի էլի, հիմա ոնց ասենք Ծառուկյանին զրկեց Բարգավաճը, նրանց էլ ձև կգտնի զրկելու։ Ամեն մեկին մի ձև կգտնեն, բայց այդտեղ մի ուրիշ բան կա, ես տեսնում եմ, որ մեր երկիրը այսօր այդ ինքնիշխանությունից վաղուց դուրս է մղվել։ Այնպես չի թե բացարձակ այդ ինքնիշխան են եղել, բայց հիմա արդեն շատացել են այն ուժերը, որոնք կարողանում են մեզ թելադրել։ Եթե մի թելադրող ունենք, հիմի 10 թելադրողա եւ ճիշտ էլ չեն գրում։ Առաջ մի տիրոջ ծառայենք, հիմա 10 հիմա չգիտեմ թե ում թելադրածը ոնց գրեն, բայց ես դրա ձևն եմ ասել, ասել եմ, եթե դուք գնաք Հայկ Նահապետի կողքը կանգնեք, դուք այդ անկյունակարը ունենալով դուք կտեսնեք որտեղ է շարունակությունը։ Ռազմիկ Դավոյանը մի բանաստեղծություն էր, ասում էր քայլիր մի տարի, մի միլիոն տարի, մինչև որ հասնես նախապապերիդ, եւ ասում էր, եթե ճանապարհիդ նրանց չես տեսնում, ուրեմն սխալ ճամփով ես գնում եւ ոչ մի հաշ չի փրկելու քեզ։ Եվ հիմա դա է, եթե ես որ ասում եմ, հենց այնպես հնչեցնելու համար չէ։ Մենք պիտի գնանք մեր անցած ճանապարհը, տեսնենք եւ ճիշտ շարունակությունը գտնենք։ Բայց հիմա այս մորթապաշտ գոյանքներին պետքա փողը դուրս գա։ Այն ինչը ասում է ազգանուն ինչ էր Կոնջոյան, ասում է իմ կինը ամենակիչ աշխատավոր ստացողն է $10,000, բայց ես էլ արդեն ասեցի իսկապես էլ էլի $100,000 տվեք, 10 եք տալի, տալուց $100,000 տվեք, մեկ այս մարդիկ բացահայտ ասում են, արա դու ով ես այս ժողովում, եթե դու ՔՊՍ ընտրում, դու իրավունք չունես եւ դա են անում եւ ճիշտ են անում։ Այս դեպքում ես իրենց հետ չեմ կարող անհամաձայն լինեմ, որտեղ նրանք դա անում են բացահայտ։ Դուք ժողովրդի հետ շփվում եք յուղական համայնքներում, այո, հա, շատ։ Ինչ եմ մտածում։ Ես համոզված եմ, որ տեսել եք այն մարդկանց, ովքեր ջերմ երկրպագու են այս իշխանությունների, գնացել ընտրել են, բայց զբաղվում են գյուղատնտեսությամբ, իրենց արտահանում են, բացահայտ տեսել եմ այդ հիասթափությունները, տեսել եմ, իհարկե կան այդ հիասթափությունները, մարդիկ հավատացել էին այդ խոսքերին եւ իմիջիայլոց այդ հիպնոսը, որը կիրառվում է ԿՊ-ի կողմից, շատ հաճելի է եւ այն խոսքերը, որ ասվում էր խաղաղություն, ասում էր, որ հիմա սոցիալական վիճակները լավ է, իհարկե որևէ կերպ որևէ բան չեն տեսնում, բայց սրան ուրեմն զուգահեռ նրանք հավատ են ունենում, վստահություն են ունենում, որ սա ինչ որ մի բան կանի եւ այդ խաղաղության պահը կարծես թե որպես գործոն աշխատում է, բայց այդտեղ բացատրում ես խաղաղություն ինչի գնով, քո տարածքները հանձնելու գնով է այդ խաղաղությունը գալի եւ էլի ինչի գնով, քո ինքնիշխանությունը կորցնելու գնով։ Հիմա ինչպես էր ասում էին, որ այդ սահմաններում մենք անգամ չունենք այդ արսենալը չունենք, ունենք ինչ-որ փամփուշտներ, որոնք չես կարող դրանցով ուրեմն օգտագործել ինքնապաշտպանություն իրականացնել, չես կարող, որովհետև այդ վիճակն է։ Եվ հիմա ինչ է ստացվում, մենք փաստորեն այդ խաբեության, այդ խաբկանքի մեջ ենք, եւ իրենք դա ճիշտ կիրառում են, օգտագործում են, եւ քանի որ իրանց գերակաշահը չի երկիրը պետությունը անվտանգ պահելը, դա իրենք եսակոլոլ գոյանքներ են, իրենց պետք է իրենց ԿՊ-ն ապահով պահեն, այդ ԿՊ-ն էլ իրանք ոչ են սիրում, իրանք միավորել է լափը,
լափն է միավորել։ Ես չեմ կարող ասել գումարը, ունեցվածքը, որովհետև դրանք ուրիշ էլի նույն կարգի մեջ են, բայց լափն է, կոնկրետ լափն է միավորողը։ Եվ բաները հայոց սահմանները պատժավայր համարող ԿՊ-ականները այսօր լուրջ պաշտոններ են ստանում։ Սա ծաղր է հայ ժողովրդին, սա ծաղր է մեզ բոլորից։ Մարդը, որ ասում էր, տեսել եմ, հա, ովքեր են միտինգներին, տանելու եմ սահման։ Ես դրանց ճիպոտելով եմ տանելու հայոց սահման եւ իրենց եմ պատերազմը իրենք հասունացնում են հիմա, ես դա տեսնում եմ, այս որ ամեն ինչ ասած կոծկելով անպայման։ Այս տարա եւ դրանցից կախված չի, ես ասել եմ, սրանք փոթորված օվկիանոսի վրա նետված տաշեղ են ընդամենը, սրանք հարց լուծող են, սրանք այս երկրի մեջ չեն կարող հարց լուծել, սրանք միջազգային արենայում կարան ինչ որ բան ասեն։ Յալա լսեք, ես այն հին ելույթները մեկ երբեմն վերանայում եմ, որտեղ ուզում եի հասկանալ մենք ինչի ենք վերածվել։ Եվ ես տեսնում եմ, որ մենք կարողանում ենք այո խոսք հնչեցնել համընդհանուր մակարդակով դուրս Հայաստանից կարողանում էինք ասել իմաստը, այդ ոնց է ստացվում, որ սովետական միությունից բոլոր երկրները կարող էին առանձնանալ, Արցախը ոչ։ Դա դրա պատասխանը տվեք, չկար պատասխանը, որտեղ այո, ոնց է ստացվում, կամ մյուս բոլոր հարցերում, կամ երբ ադրբեջանցիները հնչեցնում էին զավթել են մեր տերիտորիաները, այստեղից մեր առաջի դեմքերով հնչեցնում էին, որ դրանք մեր բուֆերային գոտիներն են, որովհետև ինքներդ եք հարձակվել Արցախի վրա, կամ ինչպես են ադրբեջանցի լրագրողը կարծեմ մակում էր հարցազրույցի ժամանակ ասաց ես իմ պապի գերեզմանին չեմ կարողանում գնալ, պատասխանը առաջի դեմքով եղավ համապատրաստի, ասաց դու ես հարձակվել եւ դրա համար չես կարող պապիդ եթե էլի հարձակվես մյուս հարազատների գերեզմաններն կկորցնես։ Այսինքն սա է եղել մոտեցումը, ուժի ցուցադրում է եղել եւ եղել է ճշմարտությունը որպես առանց ընդունելու կարողություն համընդհանուր ներկայացում, սրանք չունեն դա, որտեղ իրենց առջև այդ խնդիրը չկա, իրենք երկրի հակառակ կողմից եկած, արձանների վրա ղզղնող, մարդկային այդ բաներից դուրս, էմոցիաներից դուրս գոյանքներ են, եւ իրենք զարմանում են, արա ոնց ազգային արժեքներ կան, արա գրականություն կա, որը կարող է իսկապես ազգին ազգ պահել։ Շրջանցվում է դրանք։ Ես միշտ նախանձով եմ նայում, երբ ռուսական իրականության մեջ կլասիկը եւ Սավրեմեննիկի շարքը գնում էր եւ իսկապես էլ իրենց գրական արժեքները ամբողջությամբ ներկայացնում էին իրենց հանդրությանը, այստեղ նման բան չկա։ Ես այդ առաջարկը արեցի, երբ սրանցից նոր էին եկել եւ մի խումբ գրողների հետ հանդիպում եղավ այդ մշակույթի նախկին այդ ամենասկզբի գիտնական նախարարի, որը գուշակեց, որ սա առաջվա Թուրքիան չի արձակվի Հայաստանի վրա եւ հետո այդ գիգանտ մտքիտերը դարձավ մեր Ամերիկայի դեսպանը, այսինքն այդ անկարողները, այդ ամուլները ամենակարևոր պաշտոնների վրա են եղել։ Պարտեսա որ չի հետարքրում։ Այս մարդուր, մշակույթուր, Հայաստանը ուր, հայը ուր, այս մարդիկ եսակոլոլ, պատեապաշտ, մորթապաշտ գոյանքներ են։ Տողը մեծարենցի, տուրինցի տեր, ուրախությունն անանձնական, սրանց համար անընկալելի է։ Սրանք այդ գետնակարշության մեջ են, թռիչքների մեջ չկան։ Բայց ցավալի է, որ այդ ամեն ինչին հավատացողներ կան, դա էլ դե արդեն կամած հետ են գալիս, որովհետև ժամանակը բացում է նրանց աչքերը։ Պատճառները եւ նաեւ սոցիալական վիճակն է ցույց տալիս, նաեւ կրթության, մենք այս 30-40 տարիների ընթացքում ունեցել ենք մի հասարակություն, ստեղծվել է այդպիսին, որը կարող է հավատալ այդ ձեր նշած անձնավորություններին, պարոն Մանուկյան, փորձենք ամփոփել այլ իրավիճակում, երբ է զգում, որ երկրում ինչ որ բան այն չի, երբ գրող հրապարակախոսին կանչում ես եւ խոսում ես ոչ թե գրականությունից, հրապարակախոսությունից, մշակույթից եւ այլն, այլ խոսում ես քաղաքականությունից։ Դա նշանակում է, որ երկրում ինչ որ մի բան այն չէ։ Ես մեր բարակայում շատ բաներ այն չեն, բայց այս ամբողջ հորձանուտի մեջ, պարոն Մանուկյան, ես տեսա, որ դուք գրքով եք եկել, հա։ Վերջի գիրքն է Վաչական Մանուկյանի նվիրված Վաչական Մանուկյանին, ազգային հերոս, խնդրեմ ներկայացրեք։ Սիրով կներկայացնեմ, ուրեմն 35-ամյակի արդիվ գիրքը լույս տեսավ, այստեղ մեր գեներալների խոսքն է իր մասին, ովքեր ուսումնասիրել էին իր սխրանքները, իր մարտական ընկերներից մեկի խոսքն էլ կար, նախորդ գրքում ավելի շատ մարտական ընկերներ էին խոսք ասել, մեր մշակույթի գործիչները կան այստեղ եւ շատ ու շատ հեղինակներ, բանաստեղծություններ են նվիրել Վաչականին, նաեւ երգեր կան,
ես ասեմ, որ իսկապես հետարքիր երկեր են եւ Մարգարիտ Սարգսյանը հրաշալի երաժշտություններ էր, ազդեցիկ ուղղակի երաժշտություններ էր գրել եւ Ժիրայրը Շահրամանյան նույնպես հրաշալի Արցախ բանաստեղծությամբ գրես ինչի եմ սա ասում որովհետեւ նրա կերպարով կարող են տեսնել որ Հայաստանը այո կարող ենք պահել ինքը այդ հավերժության զինվորն է այդ կռվողն է որը այսօր էլ ուղեկցում է եւ ես հիմա իրենով նաեւ ճշտում եմ իմ ժամանակը որովհետեւ երբ իրեն փորձեցի ասել որ դու այստեղ էլ կարող ես շատ բաներ անել աշխատանք կա այստեղ ասած գիտես այս բան հարցակվել են իմ երկրի վրա իմ հայրենակիցները զոհում են կամավոր են լրիվ կամավոր իրան որևէ մեկը եւ ասեմ որ հենց առաջի օրն է դիմել բայց իրան չէին տանում եւ օրեր անցան եւ արդեն գնաց հարցակվեց այդ կա զինկոմիսարի խոսքը որը ասում է պարզապես հարցակվեց ին վրա որ դու չես որոշելու ես պետք է երկիրը պահեմ թե ոչ բայց նա էլ ինձ ասի ինչի չէիք տանում ինչն էր պատճառը ասում են դիմել էինք այդ կարգը այդպես է նախարարություն պաշտպանության նրանք պիտի հրահանգտային որ մենք այս մարդկանց ուղարկենք սոսկավ գիրքը նվիրում եմ ձեզ կծանոթանալ իսկ ինչ վերաբերում է անպայման որ այո մշակույթից շատ կուզեի որ զրուցեինք այ երբ որ գա այդ օրը որ մշակույթից խոսենք արդեն կհամարեմ որ երկիրը կանոնակարգվում է ամեն բան բայց հիմա ցավոք սրտի ես կարող եմ ասել եթե այսօրվա կառավարությունը եթե մի քանի ամիս գործի չգնա դա փրկություն կլինի իմ ժողովրդին մի քանի ամիս եւ այդ գումարը եթե ուղղորդեն գյուղատնտեսությանը եթե ուղղորդեն են գյուղացիներին ովքեր լուրջ խնդիրներ ունեն չեմ ասում պարլամենտը եթե ընդհանրապես մի տարի սրանք գործի չգնան եւ ընդամենը մի կառավարիչ ունենանք որը մի 10 հոգեանոց կա համակարգի ասենք ուժայիններին դա բավարար է լինելու մնացածը այո իմ երկրի դեմ է ամեն ինչ այդ նախագահ ինստիտուտը ինչի համար է չգիտեմ ինչ է անում այդ գումարները կարելի է չէ լուրջ բանի վրա օգտագործել եւ ամեն ինչ անել մի խոսքով հովանավորել տարեկան ասեք մի 10 գիրք տո չէ 10 գիրք չէ այսօր սոցիալական խնդիրներ թող լուծեն չասեն որ ես եկել եմ հարգելի պարոն Մարկասյան որ այդ խնդիրները գրքի միայն վերանամ ես ուղղակի կուզեի որ կարևոր խնդիր է կարևոր խնդիր է մենք այս հարցակումից կարողանանք բրցնել մենք հրատարակել դրա համար էլ էս օրին ենք դե համաձայն եմ նաև ուշադիր չէ եւ նաև ասեմ այնքան էժանագին գրքեր շուկան լցվեց եւ դա նույնպես նպաստեց որսի մարդը օտարվի գրքից այն արժեքները դա միշտ էլ այդպես է եղել այդ լավ գրքերը շատ չեն եղել քիչ են եղել եւ այդ քիչ գրքերը այն ժամանակ միանգամից ռոպագանդվում էր, ասվում էր եւ մարդը տեղյակ էր լինում։ Այդ ժամանակ եւ մենք կարդում էինք համաշխարհային գրականության այն կոթողները, որոնք իսկապես էլ մոլորակի մարդկությունը ընդունել էր այդ նույն Մարկեսին, Բուլգակովին, մյուսներին, թե այդ վերջի շրջանի ասենք եւ մեր Հրանտ Մաթեոսյանին, որին աչու եւ իմիջիալոց Հրանտ Մաթեոսյանը Արցախի արծով հանճարեղ բան ուներ, ասում էր ով հանձնի Արցախը նրան թուրքերն էլ դավաճան կհամարեն։ Եվ հիմա տեսեք ինչի դավաճաններ կան, չէ՞ որ ամեն օր ամբիոնից ելնում ասում են Արցախը մերը չէր, ամեն օր Հրանտ Մաթեոսյանը թքում է դրանց դեմքին, ասում է դավաճան։ Եվ այդ դավաճանությունից մենք պետք է ազատվենք։ Մենք պիտի կարողանանք մեր հերոսական էջերին մղվել եւ գտնել հիմա այսօր այն դարում ենք ապրում, որ չպիտի տանես զինվորներին զոհես այնտեղ։ Դու պիտի կարողանաս գտնել այն որը այո կկարողանա պարտակել բոլորին ստապ պայել որ դու չես կարող Հայաստանի դեմ կռիվ տալ որովհետև իր գիտական միտքը այդ ռազմարվեստում հասել է այսպիսի նվաճումների եւ իմիջիալոց աշխարհի արսենալի մեջ հայ միտքը կա եւ շատ լավ կլինի որ մեր երկրում էլ այդ ուժը այդ գիտական ուժը ծառայի որ այդ մտքերի մասին խոսում ենք որ մենք այդտեղ հայը էս արել են արել ինձ համար կարևոր է որ այդ հայը ստեղ անի մեր համար անի շնորհակալություն պարոն Մանուկյան եւ եկեք պայմանավորվենք որ երբ ես ձեզ հրավիրեցի կամ զրուցեցինք մյուս անգամ կամ որևէ անգամ գրականությունից մշակույթից ուրեմն երկրում կարգավորվել ամեն ինչ կարգավորվել է շնորհակալ եմ ես եմ շնորհակալ այսքանը հարգելի դիտողներ հիշեցնեմ որ ես զրուցում էի գրող հրապարակախոս Խաչիկ Մանուկյանի հետ եթերում Մահակ Պոդքասթներ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ